Ահա, վերադարձանք իրականում շատ համեղ էր, շնորհակալություն ևս մեկ անգամ Սեդրակ Մամուլյանին, հրաշալի հին հայկական բաղադրատոմս առաջարկելու եւ հրաշալի համերի համար, որը այստեղից, ինչպես վարպետը նշեց, փոխանցեց մեզ։ Այո, իսկապես շնորհակալություն եւ շարունակվում է Առավոտ լուսոն, մենք առավոտյան խոսում ենք համաշխարհային կինոարտադրությունից, սպասվող մեծ էկրանին պրեմիերաներից, բայց հիմա ժամանակն է հիշեցնելու նաեւ հայ կինոյի մասին ու ոչ միայն պատմելու մեր ոսկե ֆոնդում տեղ գտած ֆիլմերի մասին, այլ պատմելու ու ներկայացնելու այն անունները, որոնք ստեղծագործում են այսօր հայ հանդիսատեսին եւ համաշխարհային կինոսերին ներկայացնում են իրենց պատկերացրած այն տեսարանները, ստեղծած պատմությունները, որոնք առաջարկում են մեզ տեսնել կինոյի միջոցով։ Եվ այսպես նաև օրվա ընթացքում խոսելու ենք Անահիտ մրցանակաբաշխության Եվ ոչ միայն, իրականում հայկական ազգային ակադեմիայի մասին ենք, կինոակադեմիայի մասին ենք խոսելու ենք նաև կինոակադեմիայի կողմից Անահիտ մրցանակաբաշխության մասին, քանի որ շատ հրաշալի առիթ ունենք խոսելու շատ կարևոր մարդկանց հետ։ Ես շտապեմ ներկայացնեմ սիրով արդեն մեր երերին, ովքեր մեր տաղավարում են կինոքննադատ, հայկական ազգային կինոակադեմիայի խորհրդի անդամ Անետա Երզենկյանը, բարի լույս, եւ ռեժիսոր, սցենարիստ, հայկական ազգային կինոակադեմիայի խորհրդի անդամ Էդգար Բաղդասարյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Նմանապես։ Որտեղից սկսենք ակադեմիայից, ինչպես մինչև եթեր դուրս գալն էինք խոսում։ Կարելի է, որովհետև հենց ակադեմիայից սկսվեց սկսվեց ամեն ինչ ակադեմիայից եւ նշանակալից է, որ այս տարի 15 տարեկան է եւ այս տարի նշվելու է մեր ուրեմն Անահիտում այդ հենց տարեդարձը, դա կարևոր է, իդեպ կուզենայի ասել հիմնադիրների մասին, Հարություն Խաչատրյան, Դավիթ Մուրադյան, մենք էլ ենք մասնակցել հիմնադրման այդ պահերին, այսօր ղեկավարում է հիմնադրամը Ջահինյան Ռուբենը, նա նախագահն է եւ կա այդ խորհուրդ, որ դուք արդեն նշեցիք, մենք երկուսով խորհրդում ենք եւ եւս 3 հոգի են խորհրդում եւ ակադեմիան առաջի հենց քայլերից փորձել է տարածել հայկական կինոն եւ միգուցե եթե 2019 թվականին չասվեր այն մասին, չհրապարակվեր այն, որ 16 ապրիլի դա հայկական կինոյի ծննդյան օրն է, իդեպ պետք է ասեմ, որ շատ հետաքրքիր ինքը պատմություն ունի հայկական կինոյի ծնունդը Դզնունու եւ Բեկնազարովի հետ է կապված, Բեկնազարյանի հետ, եւ երբ որ պատմում են, որ այն ժամանակ չգիտեմ դրամը ինչպիսին էր, այսինքն 5 կոպեկով կամ 5 ռուբլիով այդպես մուծելով եւ հաստատելով, ամրապնդելով ստեղծվեց հայ ֆիլմ ասածը, այսպես ասած, հա, եւ արդեն հայկական կինոն նամուսով, պեպոյով եւ այլն։ Եվ եկանք հասանք այս օրերը եւ ունենք այսօր ակադեմիա եւ ունենք կինոակադեմիա եւ ունենք Անահիտ մրցանակաբաշխություն, որը առաջի անգամ իր միջոցառում բառը չեմ սիրում, բայց օրը այդ նշվեց եւ առաջի ուրեմն 2017 թվականի չնայած 2019-ին ոնց որ ամրապնդվեց այդ օրը, բայց 2017 թվականից արդեն կար այս մրցանակը եւ այսօր նոր մինչեւ սկսել է խոսում էինք մանեի հետ, որ առաջի մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ, ես հիշում եմ ներկա էի այստեղ, այսինքն հեռուստատեսությունում Հիմա դվինում է արդեն հեռուստատեսությունով եւ գիտեք հատկանշական է այն, որ ինքը մրցանակաբաշխությունը իրականում նախ եւ առաջ 2 տարին մեկ է, այսինքն կինոարտադրության հետ է կապված, մենք գիտենք կինոարտադրության խնդիրները, կարծում եմ եւ իմ գործընկերը շատ սիրելի է, Էդգարը խոսի եւ այդ մասին, բայց 2 տարին մեկ ունենք նոմինացիաներ, իդեպ մինչ այս 12 նոմինացիա էր, այս տարվանից երբ որ հավաքվեց մեր, այո, 13-ը եւ մոնտաժը նաեւ ներգրավեց, որը եւս շատ կարեւոր է։ Իհարկե լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատոր, դերասաններ, երաժշտություն, իդեպ հետաքրքիր է, որ երաժշտության ձևավորման մասին է ավելի շատ խոսքը եւ կարծում եմ, որ ֆիլմերում դա ճիշտ է, ինչ որտեղ, որտեղ կան նաև վավերագրական կինո, այո, եւ նոմինացիաներում վավերագրական կինո, անիմացիա եւ այլն։ Այնպես որ ինքը շատ լայն հնարավորություններ է տալիս կինոարտադրողներին եւ կինոռեժիսորներին, կինոարվեստի ներկայացուցիչներին ներկայանալու տարբեր ուղղություններով եւ շատ գեղեցիկ ինքը այդպես հավաք է, ելի եմ ասում այդ միջոցառում բառից խուսափում եմ, հավաք է, երբ որ
որ կինոգործիչները հավաքվում են եւ ոչ միայն եւ իրականանում է այս մրցանակաբաշխությունը, որը որ շատ գեղեցիկ է իր արարողակարգով։ Հորտիկին Անետան խոսապն միջոցառում բառից։ Մենք էլ ենք այսօր մեր հարցազրույցում միջոցառում բառը։ Այո։ Գիտեք, որտեղ ինքը այնքան Հավաք։ Շատ լավ բառացեցիք փոխարինող այսպես։ Կինոգործիչների, կինոսերների Արիթը որպեսզի իրար տեսնենք, շփվենք, հավաքվենք։ Եվ նոր գաղափարներ կծնվեն։ Պարոն Բաղդասարյան, ինչպիսին է այսօր հայկական կինոարտադրությունը։ Ինչ նոր անուններ ունեն։ Բարդ կետից որոշեց բանը։ Բարդ կետից չէ, ցավոտ կետից։ ցավոտ կետ է եւ այստեղ կարծում եմ պիտի կինոակադեմիան էլ իր ուրույն դեր ունենա անպայման, որ խթանի որակական խթան հանդիսանա եւ մենք շատ ենք կրկնում, որ անհայտ մրցանակաբաշխությունը ուղղակի կոնստատացիա է։ Այսինքն 5 ֆիլմա, 6 ֆիլմա, դու այդ 6 ֆիլմից ընտրում ես լավագույնը։ Դու չունես 66 կամ 136 ֆիլմ, այդ 6-ն է։ Այսինքն սա է պատկերը այսօրվա։ Գոհացնում այդ պատկերը ինձ բացարձակ չի գոհացնում, որովհետև ես ցավոք սրտի որակական անկումը դեռ շարունակվում է մեր, որովհետև այդ շուկայական այդ հարաբերությունները մի քիչ տարօրինակ կերպով են ընկալվում եւ դա բերում է նրան, որ ունենք այն ինչ որ ունենք, բայց ինչ իմ առաջի կոնֆլիկտը հայակի հետ միջև Անահիտը կար հայակ եղավ հենց դրա շուրջ, որ ես ասեցի ցանկացած մրցանակաբաշխություն դա առաջի հերթին իդեոլոգիա է։ Այսինքն դա չափորոշիչներ են երիտասարդներին, որոնք պիտի վաղը գան կինո կամ քայլ գցեն եւ դու իրավունք չունես որևէ կոմպրոմիսի ստեղ գնալու որակական կամ գեղագիտական կոմպրոմիսի իրավունք չունես։ Դրա համար եթե դուք տեսնեք նույն, այսինքն Օսկարը կամ Եվրոպական կինոակադեմիան, որից ես օրեկան երևի մի 5 նամակ եմ ստանում, ես Եվրոպական կինոակադեմիայի անդամ եմ եւ տեսեք այնտեղ ոնց է դասակարգված։ Դուք ամերիկյան ֆիլմերի մեջ չեք տեսնի բացարձակ բանը կասայի դրամարկղային չեմպիոնների միայն։ Դա այնտեղ կա սպեց էֆեկտների համար, սրա համար, նրա համար, բայց հիմնականում լավագույն ֆիլմը դուք տեսնեք 95%-ով դրամաներ են։ Այսինքն ֆիլմեր, որոնք ինչ որ հարցեր են շոշափում, ինչ որ խնդիրներ են, խորքային իմաստներ ունեն, այլ ոչ թե ուղղակի զվարճանքի համար են։ Ես կարծում եմ, որ մեր ակադեմիայի գործառույթն էլ դա պիտի լինի եւ դա մենք պահում ենք ինչքան կարանք, չնայած քվեարկությունը փակ է եւ գաղտնի։ Ես ճիշտ եմ հասկանում, դուք խոսում եք կոմերցիոն սկզբունքներով նկարահանվող այն ֆիլմերի մասին, որոնք որ շատ հաճախ կինոթատրոնների կողքով անցնելիս տեսնում ես նույնիսկ պաստառները։ Այսինքն որակական առումով մենք նոր սերունդ չենք կարողանում կրտել, նոր սերունդին չեն կարողանում փոխանցենք ավելի արժեքավոր կինոարտադրություն։ Ռուբեն ջան, ես երկու տեղ դաս եմ տալիս եւ ուսանողների հետ շփվում եմ, թե ռուս հայկական համալսարանում, սլավոնական այսպես կոչված եւ թե մեր կինոյի թատրոնի պետական ինստիտուտում եւ շատ լավ գիտեմ ինչ է կատարվում այն երիտասարդ սերունդի հետ որ գալիս են։ Դրա համար ինձ որ ասում են լավն են կամ վատն են, դա ծիծաղելու մի քիչ եզրույթ է խոսալու, չի կարող լավ լինել կամ վատ լինել։ Բնականաբար նրանք ուրիշ են, բայց երկու ինստիտուտ, որը պատրաստում են լավ հանդիսատես։ Որոնք են, գիտեք, դրանք չեն իմ նշածները։ Այդ երկու ինստիտուտները ընտանիքն է եւ դպրոցը։ Եվ երկու դեպքում էլ թերացում ենք։ Թերացում ունենք սարսափելի կերպով։ Երկու դեպքում։ Այսինքն դրա համար մենք ունենք այն ինչ որ այսօր ունենք, պրոդյուսերները տեսնում են պահանջարկը եւ դա բավարարում են։ Իսկ այստեղ մեզ օգնության է գալիս նաև ակադեմիան։ Ակադեմիան, այո, իր դերը պիտի խաղա եւ կարծում եմ, որտեւ ակադեմիան իր բնույթով եւ կրթական բան պիտի ունենա։ Ցավոք մենք դեռ դա չունենք, բայց ես հուսով եմ, որ մենք մի օր կունենանք եւ մաստեր կլասեր եւ շփումները, օրինակ, ինչի մենք չունենք Եվրոպական կինոակադեմիայի հետ կոնկրետ սերտ համագործակցություն, որը կարա եւ որակական բան լինի, բայց մենք պիտի Անահիտով չափորոշիչ դնենք, որովհետեւ դուք կարող եք այդտեղ տեսնել մրցանակակիր ֆիլմ, որի մասին չեք էլ լսել։ Եվ դա շատ կարևոր հանգամանք է մեզ համարում։ Ոչ թե դուք դա տեսել եք պաստառների վրա օրը 50 անգամ, այլ դուք չեք էլ լսել դրա մասին, հետաքրքրվեք դրանով, փորձեք գտնել, փորձել նայել եւ դրանով մենք ներազդեցություն ունենք դաշտի վրա։ Ես դա համարում եմ մեր հիմնական խնդիրը։
Գիտեք, ես շարունակելով Էդգարին, պետք է ասեմ, որ ես ինքս լավատես եմ եւ հասկանում եմ, որ իրականում Անահիտը ինքը ունի այսպիսի գործիք մի շատ կարևոր, որը խթանում է հայկական կինոն։ Այստեղ ասվեց, որ իրականում ֆիլմերը շատ տարբեր են, դուք Ռուբեն ճիշտ նշեցիք, որ կինոթատրոնի կողքով անցնելիս մեկ-մեկ տեսնում ենք պաստառներ եւ հասկանում ենք, որ այդ ֆիլմերը այն չափանիշներին, որոնք որ մենք տեսնում ենք, որոնք որ ուզում ենք տեսնենք, չեն համապատասխանում։ Այո, այդպիսիները կան, ունեն հանդիսատես, բայց կա հակակշիռ եւ Անահիտը իրականում ինքը ցույց է տալիս այդ հակակշիռը եւ այսպես մի քիչ անդրադառնալով երիտասարդությանը ասեմ որ ես էլ եմ առնչվում ուսանողության հետ եւ շատ վաղուց եւ շատ այդպես անմիջականորեն եւ տեսնում եմ որ կան իրականում շատ ուրույն հետաքրքիր մտածող ուսանողներ որոնք իդեպ ներկայանում են Անահիտին եւ մրցանակներ են ստանում դա էլ է շատ կարեւոր այսինքն գիտեք այդ սերնդափոխությունը ասես Անահիտում եւս երևում է մենք տեսնում ենք կարճամետրաժ ֆիլմեր որտեղ երիտասարդներ են ներկայացված եւ այդ ֆիլմերը ստանում են մրցանակ եւ արժանիորեն կանգնած են մեր մեծ այսպես ասած խաղարկային ֆիլմերի լիամետրաժ խաղարկային ֆիլմերի կողքին եւ գիտեք Էդգարը ասաց այն մասին, որ որակական անկում կա, ես կարծում եմ դա լինում է եւ դա այդպես ինքը process է, ընդհանրապես կինոն, ինչպես եւ արվեստը ամբողջովին, process է եւ իհարկե տարբեր ժամանակաշրջաններ են լինում եւ ես հասկանում եմ, որ մենք ճանաչելի ենք արվեստով իհարկե, կինոարվեստով առանձնապես, որովհետեւ հասանելի է ավելի, հա, կարելի է դուրս բերել շուկա, Օսկարի է ներկայացվում տարբեր փառատոնների եւ Անահիտ մեր այս մրցանակաբաշխությունը ինքը ոնց որ թե ապահովում է եւ դա։ Իհարկե, կապերը պետք է ընդլայնել, անպայման, որովհետեւ այդ կապերը անհրաժեշտ են Եվրոպական ակադեմիայի հետ, ինչու ոչ միայն, հա, եւ այդ կապերը իհարկե կհարստացնեն Եվ կարծում եմ, որ այդպիսի քայլեր արվում են եւ կարծում եմ մեր այդ խորհուրդը, որ գործում է ինքը կարող է եւ այդպիսի առաջարկներ անել եւ իհարկե վարպետաց դասեր եւ այլն, չնայած ես պետք է ասեմ, որ վարպետաց դասերը կինոմիությունը Ես այդ առաջարկները շատ շուտով անելու եմ։ Կինոմիությունում հիմա Ռոման Բալայանը, հա, հենց կինոմիությունում անցկացնում է շատ հետաքրքիր վարպետաց դասեր եւ թատրոնի եւ կինոյի ինստիտուտում նաեւ։ Մի խոսքով ես կարծում եմ, որ Անահիտը իրականում ունի իր կայուն տեղ այսօր մեր արվեստասերների միջավայրում եւ պետք է ասեմ, որ իսկապես ինքը իրականացվում է այդ թիմբարներ չեմ սիրում պետք է ասեմ, համի համախոհների խմբով, որոնք որ ապահովում են այդ ամենը, որովհետև հասկանալի է, որ այդ ուրեմն հարցաշարերը փոխանցել, հավաքել, հետո իմի բերել եւ այլն, սա իհարկե գործունեություն է, որը որ մեծ աշխատանք է, որը որ ամսի 16-ին, հա, հրապարակվում է ապրիլի 16-ին, շնորհակալություն, որ մեկ անգամ էլ Բայց գանք փետրվարի 2-ից մինչև մարտի 2-ն ընկած հատվածում հայտերի ընդունման նաև ամսաթվին, որ մինչև մարտի 2-ը սիրելի ֆիլմասերներ, կինոստեղծողներ, կինոաշխարհի, այո, նկատմամբ ոչ անտարբեր այսպես անցնողներ, մինչև մարտի 2-ը դուք ունեք հնարավորություն ձեր հայտերը ներկայացնելու։ Կան ինչ-որ չափորոշիչներ, որոնցով պետք է առաջնորդվեն դիմողները։ Անշուշտ իհարկե կան։ Վերջի երկու տարվա կարծում այո, նախ եւ առաջ։ Այդ պահանջը պարտադիր է, սահմանում, այո, իհարկե, սահմանում է եւ իհարկե բովանդակային էլ, որոնք որ այդպես եւ որ դա ստեղծագործական աշխատանք է, դժվար է մի քիչ շատ այդպես թելադրել, բայց չափանիշներ եւ չափորոշիչներ կան, պետք է գեղարվեստորեն հայտ ներկայացնելու չկա, կարող է ներկայացնել ցանկացած, ուղղակի երկու տարվա արտադրանք պիտի լինի։ Նրանք ովքեր ընտրում են ունեն չափանիշները եւ չափորոշիչները, որոնք որ այդ հայտերից ընտրում են այն ֆիլմերը, որոնք հետո 3-ն են գալիս արդեն էկրանին եւ լավագույնը, առավելագույնը, շորթլիստը եւ լավագույնը, առավելագույնը արդեն հենց այդտեղ իդեպ պետք է ասեմ, որ ի պատիվ կինոակադեմիային նույնիսկ մենք խորհուրդը չգիտենք թե ով է այդ մեկ որը որ այո գաղտնիությունը ապահովում է եւ դա շատ գեղեցիկ է հատուկ հաշվիչ հանձնաժողով կա
Եվ կարծում եմ, եթե չեմ սխալվում, անգամ իրավաբանական կամպանիա կար, որը հետևում էր դրան եւ իրանք են վերում կնքված, փակված եւ մենք էլ ենք իմանում այնպես չի որ ինձ միշտ գոհացնում է այդ ընտրությունները դու քո ձայնը տեսա բայց դա օբյեկտիվ է դա հիմա ոչինչ չես կարա դրա դիմացանես ու պետք էլ չի բայց սա հիանալի հնարավորություն է կինոսերներին եւս մեկ անգամ հիշեցնելու կուզենայի լրացնել, եթե մեր ժամանակը իրակի թույլ է տալիս, շատ հայտիրճ ես պես, որովհետև ինքը մրցանակաբաշխությունը Անահիտը նաև ունի այդպիսի էջ, երբ որ հոբելարներն են, հա, գնահատվում մեր մեծերը, որոնք որ արել են կինոն, անցել են այդ ճանապարհը, Մալյան, Երզնկյան, Փարաջյանը, վիդեպ պետք է ասեմ, որ այդ բանականությունը արհեստական, որի մասին հիմա անդադ խոսում ենք, այդ ուրեմն գործիքներն էլ են օգտագործվում, հա, այդ ներկայացման ժամանակ ունեն Փարաջանովի հետ կապված, երբ որ Հոբելյաններ այդպիսի մի հոլովակ էին պատրաստել, որտեղ լսվում էր Փարաջանովի ձայնը եւ նա խոսում էր հենց Անահիտ փառատոնի մասին, հասկանալի է, չէ՞, որ այնտեղից այստեղ։ Այնպես որ այդպիսի բաներ էլ կա եւ կա որ մեծարում ենք մենք այսօրվա մեր կինոգործիչներին, կոմպոզիտորներին, Տիգրան Մանսուրյան, որոնք որ ներդրում են ունեցել հայկական կինոյում, բավականին մեծ, այո, եւ Գուժ Մանուկյանը։ Այսինքն մրցանակային ակադեմիայի շնորհիվ անդրադարձ է լինում նաեւ մեծերին մարդկանց, ովքեր որ վարպետներին, ովքեր ունեն ներդրում հայկական կինոյում։ Նույնպես պարոն Բաղդասարյանը նշած եւ կարեւորած է չափանշումն է, չափորոշիչն է, թե ինչպիսի մենք ներկայացուցիչներ ենք ունեցել, չափավոր կոնսերվատիվ կառույց լինի, բայց ժամանակի ընթացող։ Այո, դու պիտի հիմնվես անցյալիդ վրա, բայց դա չսարքես թանգարան։ Այ դա օգտագործես նոր բանի ֆունդամենտ ստեղծելու։ Դա է։ Դա այդպես է եւ դա արվում է։ Ես վստահ եմ, որ արդյունքները շատ երկար չեն ստիպի մեզ սպասենք ու նման Իսկ մենք ինտրիգը մտցրեցինք, նման տրամադրվածությունը ով է դիմելու կամ ովքեր են դիմելու, ինձ էլ է հետաքրքիր։ Որովհետև դեռ հայտերի ընդունումը բաց է, մինչև մարտի 2-ը ունեք հնարավորություն ձեր նախորդ երկու այս եւ նախորդ տարվա աշխատանքները ներկայացնելու Անահիտ մրցանակաբաշխությանը նոր անվանակարգեր են ավելացել, եթե ձեզ հետաքրքիր է։ Այո, 12 անվանակարգին ավելացել է եւս մեկը լավագույն մոնտաժ եւ լիամետրաժ վավերագրական ֆիլմերի պրոդյուսերներին իրավունք է տրվել, առաջադրվել նաեւ լավագույն օպերատոր եւ լավագույն մոնտաժ անվանակարգերում։ Սա նույնպես շատ հետաքրքիր նորություն է, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 16-ին։ Այո, հայկական կինոյի օրը, բայց մինչ ապրիլի 16-ը վստահաբար մենք դեռ առիթներ կունենանք ձեզ պատմելու մեր եթերից նաև հայկական կինոյի ոսկե ֆոնդի նմուշների մասին, ինչպես նաև ձեզ ներկայացնելու նոր անունների եւ ուրախությամբ պիտի նշենք, որ այդ հնարավորությունը երիտասարդների շնորհիվ շատ հաճախ ենք ունենում տարբեր փառատոններին նրանց անունները լսելով։ Իսկ այսօր առավոտ լուսոն նախատեսել էր հեռուստադիտողների համար այսքանը։ Մեր շատ սիրելի հյուրերին ասում ենք շնորհակալություն։ Շնորհակալ հրավերի համար, որ մեր տաղավարում եք ու հաճելի առավոտ սկսեցինք մենք էլ ձեզ հետ միասին։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։